Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Մի քանի ժամ, 3 եւ այսօր մենք ըմբոշխնեցինք 8-րդ գումարման ազգային ժողովի նիստերը, վերահիշեցինք ամբողջ 5 տարվա խոսելավոճը, գործելավոճը եւ ասեմ, որևէ որակական բան չլսեցինք։ Կառավարության ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը դա իրապես բաժանարար գիծ է։ Նախորդ 8 տարվա համեմատ ինքը մի տարբերություն ունի, կարևոր տարբերություն։ Նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը վարելով վատ արտաքին քաղաքականություն բերել է 1, 2, 3 պատերազմ։ Եռա պատերազմի կուսակցություն եք դուք։ Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում։ Եթե պատերազմները նախորդ թշնամիների հետ էին, այս կառավարությունը 3 պառակտման մասին է։ Պառակտումներից մեկը ամենատարօրինակ քաղաքացիության ինստիտուտի վերարժևորման տակ տրված է մի հարց, որ Սփյուռքի հայերը պետքա գան Հայաստան երկար ապրեն, նոր քաղաքացիություն ստանան։ Այսինքն Հայաստանը վերարժևորում է իր մոտեցումը հայության հանդեպ։ Մարդը, ում թոռը ծնվել է Հայաստանից դուրս, ով երազում է, որ այս դրոշի տակ, այս զինանշանի տակ քաղաքացիություն ստանա իր թոռը, հնարավորություն չի ունենալու։ Կապը կտրվում է, ստեղծվում է մեկ պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։ Կառավարության ծրագրի թիվ 1 պառակտումն է։ Թիվ 2 պառակտումը կրոնական առումով 3 մենք ականատես եղանք այդ պառակտման սերմերը։ Հայ եկեղեցու, այն եկեղեցու, որին հետևում հավատում են մեր բնակչության 97%-ը, հետևորդների միջև պառակտում վեհափառի և ինչ որ մտածածին օրակարգի միջև, պառակտում հավատացյալների միջև։ Սա երկրորդ պառակտումն է։ Երրորդ պառակտումը մեր ու մեր անցյալի միջև, մեր հանրապետության, մեր 1000-ամյա դադարից հետո վերաստեղծված հանրապետության անկախության հռչակագրի ծննդականի հիմքի միջև պառակտումն է։ Ինչ էր անկախությունը, ինչու ենք մենք ուրախացել այդ անկախությունից, ինչ ուժերից ենք անկախացել, ում տակ ենք հայ ժողովուրդը մաքարել 1000 տարի, խաների տակ, գենսեկների տակ, այո, շահերի տակ, իսկ ովքեր են այդ խաները։ Այդ խաները բեղերով խաներ են, 50 տարի երկիրը, իրենց երկրները կառավարող, մեր ժողովրդին հարստահարող, այդ մարդկանցից ենք մենք անկախացել։ Այդ մարդկանց մաքարանքի միջով հայ ժողովուրդը այդ մարդկանց տակից բերել է անկախություն։ Իսկ հիմա ինչպես ենք, ինչ ենք ուզում անենք մենք, մի նոր խանի ցուցումով փոխենք մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդականը, մի նոր խանի հրամանով մենք փոխենք այն հռչակագիրը, որը մեզ ազատագրեց այդ խաներից։ Մեր հարևան երկրի առաջնորդի ընտանիքը 50 տարի իշխում է այդ երկիրը։ Աշխարհի ամենաժողովրդավար երկիրը չի, ևս մեկ անգամ ասեմ։ Եվ այդ մարդու ցուցումով այն ազգը, որը 1000 տարի, տասնյակ սերունդներ մաքարել է դրա դեմ, իր հրամանով պետքա փոխի մեր
երկրի ստեղծման փաստաթուղթը։ Սա անարգանք է մեր հանդեպ։ Սա անընդունելի է անկախության հռչակագրի տեքստի ամբողջական փոխումը, հանումը։ Կառավարության ղեկավարը այստեղ ելույթի ժամանակ մի օրակարգ առաջարկեց։ Ասեց, մինչև այս մենք դիմադրել ենք։ Եկեք դադարենք դիմադրելուց։ Եկեք պայմանավորվենք մեր դարավոր հակառակորդի հետ, որովհետև մինչև այս ուրիշ ճանապարհով են գնացել։ Շատերի մոտ սա նոր կարծիք էր, բայց ես ձեզ ուզում եմ ասեմ, որ սա նոր բան չէ Հայաստանի պատմության մեջ։ Այսօրվանից ուղիղ 115 տարի առաջ արևմտահայությունը մի առաջնորդ ուներ։ Համարվում էր արևմտահայ թիվ 1 գործիչը, թիվ 1 քաղաքական գործիչը։ Խնդրում եմ նայեք իր նկարին։ Այս գլխարկով մարդը, ցիլոյով մարդը Գրիգոր Զոհրաբն է։ Նա ջատագովն էր պատմականորեն հայերի եւ թուրքերի միջև լավ հարաբերության։ Լավ հարաբերություն էր, ասում էր մենք պետք է լավ հարաբերություն ունենանք։ Ողջունել էր երիտ թուրքական հեղափոխությունը։ Իրար հետ ընկեր էին ինքն ու Թալյաթը։ Եվ համարվում էր արևմտահայության թիվ 1 քաղաքական գործիչը։ Բոլոր իր ելույթների ժամանակ խոսում էր հայերի եւ թուրքերի միջև հարաբերությունների լավացման մասին։ Իսկ ինչ եղավ այս մարդու հետ։ Հայ մտքի այդ ժամանակվա ամենահատկանշական մարդու հետ։ Գիտեք ինչ եղավ։ Այն մարդիկ, ովքեր իրան հույս էին տվել, որ հայերի ու թուրքերի միջև խաղաղություն կլինի եւ այն օրակարգը խաղաղություն կլինի, բայց այն օրակարգը, որ նա էր սպասարկում ընկերության, թուլացնելով մեր ինքնապաշտպանական բնազդը, բոլոր մտավորականությանը Կոստանդնուպոլսից կալանավորելով եւ անապատ տանելով հերթ հասավ Իրան։ Գրիգոր Զոհրաբը կալանավորվել է Թալյաթի հետ հանդիպան մյուս օրը, իրար հետ կարդ խաղալու մյուս օրը։ Եդեսիայի ճանապարհին թուրքերը այս մարդու, ով հայ քաղաքական մտքի բարձր ներկայացուցիչն էր, թուրքերը այս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել են Եդեսիայի ճանապարհներին։ Մինչ դա 6 տարի առաջ դրանից այս մարդը ասում էր, որ մենք եկել ենք երկարատև համերաշխության։ Միշտ երբ մենք գնում ենք համերաշխության, երբ մենք դադարում ենք դիմադրել, պետքա հիշենք, որ մի օր Եդեսիայի ճանապարհին գլուխը բացած ընկած չլինենք։ Երբ ես ասեցի, որ կա խզում Հայաստանի կառավարության ղեկավարի եւ Ալիևի խոսույթի միջև, այստեղից ողջունեցին դա, ասեցին, տեսեք, միտեղ կա խզում, այո, միտեղ կա խզում։ Դուք ասում եք 4-րդ հանրապետություն, այդ նույն բանին Ալիևը ասում է կապիտուլյացիա։ Շնորհակալություն։